այս պոռնիկ տերորիստների ամբողջ պատմության մեջ ամենազայրացնող մի քանի հանգամանք կա ուղղակի։ Առաջինը, որ սրանք պլանավորել էին ավտոբուսների վրա յուղ լցնել, ակնհայտորեն դրանք բաժար տալու նպատակով, այսինքն կենդանի մարդկանց ուղղակի վառել ավտոբուսների մեջ։ Նենց անել, որ ուղղակի անմեղ մարդիկ մահանան։ Նրանք հղիկին, չգիտեմ, տրանսպորտով երթևեկող ինչ-որ տատիկ։ Այն որ վթարային իրավիճակներ պիտի ստեղծեին այդ փողոցում այդ աստղիկ կոչվածները գցելով, որի հետևանքով մեքենաների ակեր պիտի տրաքեին, այդ տրաքելուց վթարներ պիտի լինեին, շատ հավանական է էլի մարդիկ, երեխեք մահանային, բայց կարևոր է նաև այն խոսույթը, որով խոսում են։ Այդ ուղղակի լսեք այս զայնագրությունը, որտեղ մարդկանց ազգին, մեր ազգին անվանում են խորը անասուն, անվանում են խորը անասուն։ Բայց ամբողջական ազգին, եթե կմտածեք, թե սա ուղղակի անվանում են նրա համար, որ իրանց չեն միանում, ախր իրանց միացողներին էլ, իրանց հետևից գնացողներին էլ էշ են անվանում այս մարդիկ։ Էշ, իրանց հետևից գնացողներին էշ են անվանում։ Իսկ ամբողջ ազգին անվանում են խորը անասուն։ Անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր և հիմնադիր։ Դրամը պետք է ասել ապել պրոցեսի համահիմնադիրը դու ես, այլ քո ձայնը լսվել է։ Ու այս տականքները փորձել են ներգրավել Ղարաբաղցի զինվորականների։ Այս անասունները, փաստացի, ամբողջ ընթացքում հայտարարել են, որ իրանք ունեն Գարեգին Բեի նույն ինքը Կտրիչ Ներսիսյանի օրհնությունը, փաստորեն ունեցել են, ոչ չենք պնդի, որ սխալ են հայտարարել։ Այս ստահակ ողորմելի պոռնիկ տերորիստները կարողացել են ձեռք բերել Տաշիր Սամոյի աջակցությունը, որը ըստ երևույթին պետք եղած ժամանակ լույսերն անջատել ոստիկանության շենքում, որ սրանք կարողանային հաջող իրանց տերորիստական ակտերը իրականացնեին։ Էսա ամբողջը ու ես ստեղ չեմ պատկերացնում, թե ինչա պետք անել ուղղակի սրանց հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչա պետք անել սրանց հետ։ Ես չգիտեմ, որն է սրանց համար արդար պատիժը։ Ինձ թվում է մեր քրեական օրենսգրքով այնպիսի պատիժ չկա, որը ես կհամարեի որպես մարդ ուղղակի արդար պատիժ սրանց համար։